Եսկետը հիվանդա սիրանոց Եսա Անդրեասին կարգան Ես ծրարը քցեցի ինտեղ շփոթված Քցել եմ ընդ ծրարը, պետք է կանդեղ քցեի, չէ? Ինքը շփոթվել է, ծրարը քցել է աղբար տուղը Այսօր հարցի լուծումը Անդրեաս ջան, մեր բան բայց ոչ դեռ կանգնած եք չեք եկեք մոտեցեք Հիմա խնդիր չի, մոտիկանում է, նույն ծրարը, նույն տերստանում, նույն գործողությունը կամ այս անգամ չի Գնացեք ընդեղ Այստեղից վերցրեք հնարավորը մեջտեղ է շատ Իսկ ինչով է պայմանավորված այս կուտակումները, ինչու են հարցնում Սա կուտակում չի, սա ընդհանրապես մի հոգու սխալ էր, որի հարցի լուծումը տրվում ու շարունակվում է, հիմա ոչ մի բան չի խառնվել։ Ուղղակի դրսում նաև մի քաղաքացի տիկին ասում էր, որ այստեղ ուզում էին նաև դերսում նայել, թե ինչ է դրել իր ծրարի մեջ, ինչպես լուծվեց այդ հարցը, էլի։ Այդ հարցը չլուծվեց, որովհետև կինը չուզեցավ հարցի լուծում տալ։ Կինը ասեց իմ թերթիկը նայել են, ես մոտիկացա ասեցի ինչա պատահել, ինքը ասեց ոչ մեկ ձեզ չի հետաքրքրում ու գնաց։ Ես մոտիկացել եմ, որպեսզի լուծեմ հարցը, ինքը չի ուզեցել հարցը լուծել ու դուրս եկել բոլորին ասում է, որ իմ հարցը չեն լուծում։ Բայց ինչ որ այդպես դեպք է եղել, որ ուզեցել են նայել են, ինչ է ներսում դրել։ Աշխատակիցները իրավունք ունեն, տեսնեն թե ընտրությունը ճիշտ է կատարվել, թե չէ, որովհետև երբ որ թերթիկը ծրված է լինում, կիսված է լինում, կամ ինչ որ մի բան տեղին չի լինում, այդ թերթիկը համարվում է անվավեր։ Մենք դա չենք անում մեր հետաքրքրության համար։ Ուզում եք ձեր ձայնը գրանցվի, բարի եղեք, մի հատ աշխատակիցը վատ մարդ չի, աշխատակիցը մենակ ձեր լավն է ուզում։ Թողեք, թող ինքը նայի, եթե սա նորմալ եղավ, ինքը չի բացելու ծրարը կարդա թե դու ես անում, մեզ դա չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է ձեր գործողությունը գերազանց կատարվի, դուք գցեք քվեաթերթիկը ձեր ուզած մարդուն ձայն հասնի։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպես են անցել այսօր մինչև այժմ ընտրությունները, խախտումներ եղել են։ Ազնիվ խոսք, այսօր շատ մարդ է եկել, ես չէի սպասում, որ հայ ազգը ասենց սպլաչյոնի հավասար կգան, շատ աշխուժ բոլորը ցանկությունով մոտիկացել են, ոչ մի խնդիր դեռ չի արձանագրվել ու չի էլ արձանագրվի։ Մարդիկ իրենց ձայները տվել են, դուրս են եկել, իսկ կուտակումը եղել է նրա պատճառով, որ շատ մարդ է եղել, մենք ըստ հերթականության մարդկանց կանչում ենք, իրանք ձայներ տալիս են դուրս են գալի, ոչ մի ինչ-որ շփոթմունք չի եղել, ինչը որ խոսում են, տենց բան չկա։ Իսկ տոկոսային առումով կարող եք նշել մոտավորապես քանի մարդ է արդեն եկել։ Արդեն 35-ից 40% ընդհանուր ընտրողներից իրանց ձայները տվել են։